այս տեխնացուները, որոնք որ կա, սրանք բոլորը Բաքվի խամաչիկներ են։ Այդտեղ տղամարդ չկա։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս ելի ժողովուրդ, այսօր փետրվարի 21-ն է, Միացյալ Նահանգներում դեռ ոտ օրը, առավոտյան ժամը 9:30։ Սա ասես են, որ ասում շաբաթ օր մի երկու բարով ուզում եմ զրուցեմ հայ մարդկանց հետ, ոչ թե ազնագրով հայ, այլ իրենց էությամբ հայ։ Ինչպես գիտեք արդեն լրացավ ուղիղ 1 տարին, ինչ մենք գտնվում ենք ամերիկյան գերության մեջ, այսպես ասած մեր հարևան երկրների պահանջով, որովհետև ամեն ինչը մեզ համար արդեն վաղուց ակնհայտ է, որովհետև միակ անձը, ով ինչ-որ մի կերպ խոչընդոտում է այն ծրագրերին, որը որ դրանք փորձում են իրականացնել, դա Վարդան Ղուկասյանն է։ Հիմա կարող է գտնվեն կողից մարդիկ, զոմբլոներ, այս քաղաքական գործի, այն քաղաքական գործի, այդ զոմբլոների պատասխանը շատ հեշտ է տալը, հիմա ես տալիս եմ։ Նայեք, առանց հայոյանք այս եթերը, ես ուղղակի ուզում եմ անկեղծ խոսակցություն իմ ժողովրդի հետ, հայ ժողովրդի հետ։ 72 ժամը լրացավ, դուք հիշում եք, 72 ժամ էի տվել այն անձանց, ովքեր որ առաջադրվել են կամ ուզում են առաջադրվեն վարչապետի թեկնածու։ Ես հարց էի տվել, Արցախի թեման փակված է թե ոչ, միջանց լինելու է թե ոչ, ցեղասպանության հարցը փակում եք թե ոչ, թուրքերը պիտի գան ադրբեջանցիների հետ միասին Հայաստանում ապրեն թե ոչ, սեփականություն ձեռք բերեն, մեր հայ կանանց չգիտեմ, ձերտան եւ այլն, բազմաթիվ հարցեր էի տվել, ոչ մի հարցի պատասխան այդպես չհնչեց, քան լռություն։ Եթե որևիցե մեկը, որևիցե մի վարչապետի թեկնածու այդ հարցին պատասխանելու, խնդրում եմ ասեք Վարդան Ղուկասյան, դու ստամ ես այդ հարցին պատասխանել ես։ Չկա, քան լռություն, հա, եւ բոլորը կռվում են այդ աթոռի համար։ Ես այդ բոլորին դեռ չեմ ուզում հանվեմ գնամ իրանց տաներով, դեռ նորից էլ ժամանակ եմ տալի, բայց ես ուզում եմ ասեմ, ասացեք խնդրեմ, Վանեցյան, Ծառուկյան, Թաթոյան, այն բան կլոունը, մյուսները եւ այլն, ովքեր որտեղ կա, Սամվել Կարապետյան եւ այլն։ Եթե դուք չեք համարձակվում պատասխանը, չեք արձագանքում Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարություններին, ստորացուցիչ, նվաստացուցիչ հայտարարություններին։ Այսինքն անում եք այն ինչ որ այսօր անում է Նիկոլը։ Ես Ռոբիկ Սերժիկանը չեմ տալի, որովհետև Ռոբիկն ու Սերժիկը թեմեն բիտոնով պահում են Նիկոլի իշխանությունը, Հայաստանը պարլամենտական երկիր է։ Բայց գալիս եք ինչ անեք։ Չէ, անկեղծ կա, հենա կա մի հատ բոզի տղա, նստած է կառավարությունում։ Գալիս եք, որ ինչ անեք։ Ինչի եք հել ընկե մեյդան, ինչի եք փորձում ժողովրդին խաբել։ Հարց։ Ինչո՞ւ պիտի խաբեք։ Ձեր ընտրողը ձեզ հարց է տալու։ Ղարաբաղը ումն է, ինչ պատասխան եք տալու։ Վաղը մի շորնելի է քարոզաշապ, հələ գնգնե քուչա, իշքան էլ փոխտակ որոշակի անգրագետ մասայի, խոտ ուտողների, դերեն դեմներս գար ես ոչխար ցուլ մորթեն, գանշը պարավ կնի գազեզի փաթաթի ասի, արի մեկե պաչեն, չգիտեմ, ես ինչ ջան եւ այլն։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, որ դա թատրոն է։ Նախորոք ձեր յետիմները բերում են մի քանի հոգու հակում են տեղ, ձեր եթակայության տակ գտնվող լրատվամիջոցները պիտի գան, նկարահանեն, չգիտեմ, տեսեք, ես ինչին պաչեցին, ես ինչին զասեցին, ես ինչին լպստեցին։ Բայց ես հետո 5 րոպե հետո հարց եմ տալու, ումն է Արցախը, թեմա փակված է թե ոչ, միջանց լինելու է թե ոչ, ցեղասպանության հարցը ինչ է լինելու։ Այս պետական դավաճանները դատվելու են թե չէ։ Գագիկ Ծառուկյանին հարց են տալու, պետական դավաճանները դատվելու են թե չէ։ Ինչ ասելու Գագիկ Ծառուկյանը, ինչ ասելու Վանեցյանը, KGB-ի մինիստրը եղել, ինչ արեց, ոչ մի բան։ Արման Թաթոյանը, այսինքն հայաչիչած դժբախտ մտավորական, ինչ անելու դա, որ մի ուժային կառույցն նրանք ենթարկվելու վաղը մյուսը։ Եվ այդպես շարունակվելու ժողովուրդ։
Ամսի 28-ին, փետրվարի 28-ին ժամը 12-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայանալու է դոկուսակցության համագումարը։ Բայց դա միայն դոկուսակցության համագումարը չի։ Դա այն համագումարն է, որով որ վճռվելու է հայ ժողովրդի ապագան։ Ես ուզում եմ, որ այդ համագումարի ներկա գտնվեն նաև հաշվանդամ զինծառայողներ, սպորտսմեններ, քաղաքական գործիչներ, բլոգերներ, մտավորականներ, որոնք որ տեսնելով այսօրվա այս իրավիճակը, ուղղակի համաձայն չեն այս իրավիճակի հետ, ուղղակի գիտակցում են, որ գոյություն ունի ազգային արժանապատվություն։ Վարդան Ղուկասյանը, Դոգը, ինքը պատերազմ քարոզող կերպար չի։ Ես պատերազմի աստված չեմ։ Ես չեմ ասում, որ չէ, պիտի պատերազմը լինի։ Ոչ։ Բայց ես գիտակցում եմ, որ սա խաղաղություն չի։ Սա իմ վրաս մտիշնա պիրետ բուրի։ Այս խաղաղությունը, ինչի անունը դրել են խաղաղություն, սա խաղաղություն չի, սա ազգին դանդաղ ոչնչացնելու պրոցեսն է սկսվել։ Ոչ թե սկիզբն է սկսվել է արդեն։ Ինչ է նշանակում հայ ուսանողները գնան սովորեն Թուրքիայում։ Իրոք այդ երիտասարդական միությունը ինչ կորրիկի տղեկի հավաքածու է, որ տենց հայտարարություն անում։ Գնացեք դուք սովորեք Թուրքիայում, գնացեք ապրեք Թուրքիայում։ Ադրբեջանցիները մեքենաներով մտնում են Երևան, խժում են, կայֆավատ են ելնում, ստորացնում եւ նվաստացնում են ոստիկանին։ Այդ նույն ոստիկանին, որը հայ ինտենալով հարցակվում է վրեն, չգիտի ոնց ակտ գրի այդ պարեկ բոզի տղեն։ Ես ցրելու եմ դրանց։ Ես դրանց ցրելու եմ։ Բայց ադրբեջանցու տենում է ոտեի տակը թուլանում է, չի համարձակվում անգամ ակտ գրել։ Դուք սա եք ուզում, այսինքն եթե ոստիկանն է վախենում, ես ասեցի չեմ վաղը սոր ինչ ալնելու։ Գալու են ձեր կնանիքին, ձեր տղաներին, ձեր աղջիկներին, ծեծեն, ձեր կցեն, բդեն, գզեն եւ այլն, հլնեք տփեք, ես իմիջ եթե հետ կա տղամարդել կա է մնացել եք։ Ոստիկանությունը գալու է տենալու է այս կողմը ադրբեջանցի է, այս կողմը նա է, հայը հայն բռնելու է տանի տուժող կողմին, ադրբեջանցում չէ, որովհետեւ Բաքվից թափ կտան այս կառավարության վրա։ Այս կապ Այսինքն ոչ թե մենակ այս տեխնացուները, որոնք որ կա, սրանք բոլորը Բաքվի խամաչիկներ են։ Այդտեղ տղամարդ չկա։ Տղամարդը չի որոշում, որ մենակ դեմը զանգուլակա կախած, մուսկուլնի, ունի նշանակում է տղամարդ է։ Հոլանդիայի այն LGBT շարժման առաջնորդներն ավելի տղամարդ են, քան մեր քաղաքական գործիչները, որովհետև վախում են պատասխանեն Ալիևին, վախում են անգամ Նիկոլից։ Իրանք ազատության մեջ են, ես բանտում եմ թուրքերի պետ պատվերով, բայց ես խոսում եմ, ոչեր չեմ լռելու, ես պայքարող տեսակ եմ, ես պիտի պնը պայքարեմ, ու պայքարելու եմ, բայց ես ուզում եմ, որ դուք այդքան բանը հասկանաք, թուրքական կապիտալը, թուրքական գյուղատնտեսությունը, թուրքական ապրանքները ողողելու են հայկական շուկան, եւ այդ ինչ բիզնես, գյուղատնտեսություն եւ բոլորը այդ սաղ թքելու է ասոյի փայտիկին։ Այդ անգամ այդ պարարտանյութերն ու ես միշեր են ասում Ադրբեջանից բերեք։ Դուք չեք հասկանում ինչ է կատարվում։ Ժամանակ հասկանում եք ասում հայ-ադրբեջանական բարեկամության արձան դնեք։ Այդ հայ-ադրբեջանական բարեկամության արձան թորաչի դնեն Բաքվում, տենան Բաքվում կդնի Ալեն Սիմոնյան, արձանը դնեն Բերանդ։ Ինչ բարեկամություն։ Ինչի մասին եք խոսում։ Դե բարեկամություն եք հենց գնացեք Բաքու քիչ եք այդը։ Հենց սահման կարակ ասենք առանց պասպորտ կոնտրոլ։ Ո՞ց ասած որ Հայաստանի քաղաքացիները պիտի պասպորտ կոնտրոլով սահմանն անցնեն, իսկ իրանք ոչ։ Մեր քաղաքացին պիտի տենա Բաքվի պագրանիշնի քիթու բերան Ադրբեջանի, իսկ իրանք քաղաքացին պագրանիշի կեչը պիտի առնչվի։ Իսկուսվինի ինտելեկտով պիտի սահման անցնեն։ Ես ինչ եք խոսում, դուք ես ինչ եք անում։ Իմ ասածը նա է, որ չպիտի ամեն ինչ լինի միակողմանի։ Բայց ստեղ ամեն ինչ միակողմանի է։ Միակողմանի խաղաղություն որտեղ եք տեսել։ Դուք ես ինչ եք անում։ Ընկեր վարչապետի տեխնացուներ, ինչի եք սուս, վանեցան արդյոք հարց են տվել պատասխանի։ Գագիկ Ծառուկյան, Թաթոյան եւ ով կանդելիքը սաղին վերաբերվում է։ Սերժ Սարգսյանն ասում է մի քանդեք ընդդիմության տակը։ Սերժ Սարգսյան դու ես ընդդիմություն։ Ոչ ընդդիմություն։ Դու չբերիր Նիկոլին տղա ջան։ Որ ընդդիմություն ես, ո՞ց ես դու արդարացել, այդքան քո կերած կակելով հանդերձ, մի վարքյան դու բանտում չհայտնվեցիր, այդքան սպանություններով քաղաքական, այդքան կոռուպցիայով, այդքան ալանթալանով։ Ո՞ց ասացում, որ քո
Սոֆերը Երևան քաղաքի միայն մի հատվածում ունի 22 միլիոն դոլարի կապիտալ, բայց ոչ մի բան չունի։ Այդպես ոնց ալնում։ Ես ուզում եմ, որ սա դուք հասկանաք։ Դուք գնալու տեղ չունեք։ Ինձ էլ ասեն Վարդան Ղուկասյանը դարել է պրոռուսական։ Վարդան Ղուկասյանը պրոռուսական չի։ Մեր դերը կանթամենը մի դուր, մեկի վրա գրած է Ռուսաստան, մեկի վրա գրած է Ադրբեջան։ Ուրիշ դուր մեր դեմը դրած չի։ Եթե կա այդ դուրը ցույց տվեք։ Մեզ ասում են մենք դες տանում ենք Եվրոպա։ Այդպես բան ասողի, չիմա չեմ ուզում հավիրանք տամ, կուլտուրական է։ Այդպես բան ասողին իա ամբողջ ընտանիքին սիրի ամբողջ Եվրոպան։ Ինչ Եվրոպա, ուր է Եվրոպա։ Թուրքիան է Եվրոպա։ Ուր է։ Այդ արևմուտք, որ մեզ տանում են, ասում ռուսի ձեռից ձեզի ազատում ենք, տանում ենք արևմուտք։ Ինչ արևմուտք։ Ով ասի արևմուտք։ Ցույց տվեք այդ արևմուտքը ինձ, Թուրքիան է մեր արևմուտքը։ Ինչի եք սարքել արհեստական թշնամի, ռուսը թշնամիա, ռուսը էսա ռուսենը, ուրա թշնամություն, ես հասկանա, որ արհեստականն աճացրել հակառուսական տրամադրություններից, այդ հակառուսական մտածողներին ասում եմ ցույց տվեք ինձ երրորդ դուռը։ Մեր դեմը երկու դուռից մեկը պիտի բացես, չես կարա չբացես, կամ ռուսինը, կամ թուրքինը։ Ուրիշ դուռ չկա։ Բացելով թուրքի դուռը դուք ազգին տանում եք կործանման։ Այդ հողը, որի վրա հիմա որ դուք ապրում եք, հակառուսականն էր։ Ձեզ հասել է իշնորհիվ ռուսական կայսրության։ Եթե դուք պատմություն չգիտեք, ցավոք սրտի Մկրտչյան Լիդան տարիքով կինը գնացեք այդ կինը թողեց պատմություն բացատրի ուսուցանի։ 4-րդ դպրոցի իմ դասղեկը 90 տարեկան կնիկա, բայց կբացատրի։ Տակետն էր։ Այդ ինչ-որ դուք ունեք այդ ատոմակայան, այդ գործարաններ, հիդրոէլեկտրոկայաններ, ջեկեր, մեկեր, Երևան, մետրո, այդ ամեն ինչը դες հասել է ռուսի շնորհիվ։ Հասկանում եք, թե չեք հասկանում։ Եվ հերիք քարոզեք։ Եվ վերջո ռուսը քրիստոնյա է, վերջո։ Եթե կա երրորդ դուռ, գրա մի դուռ կա վրեն գրած Ամերիկա, մի դուռ կա վրեն գրած, չգիտեմ, Գերմանիա, Ֆրանսիա, բացեք այդ դուռը, ցույց տվեք ինձ այդ դուռը։ Չկա գոյություն չունի, մեզ ոչ միտեղ չեն սպասում։ Ոչ միտեղ, այդ նույն արևմուտքը, նույն մյուսները մեզ բրդում են Թուրքիայի բերանը։ Այն որ ասում են ինատ անենք էլերին քամակները ստան գերերին։ Այդ նույն բնակավիճակն է։ Եվ ընկեր վարչապետի տեխնացուների նորից եմ ես ժամանակ տալի, պատասխանեք ձեր ընտրողների հարցերին։ Դուք համաձայն եք Ալիևի պահանջների հետ, թե ոչ։ Եթե այո, բելը չեք գալը։ Ուր եք գալը։ Գալում եք, որ ինչ անեք։ Ում քաքը ուտեք։ Որ ոտնատակ ընկնեք, ձայներ փախցնեք, Նիկոլ Փաշինյանը վերարտադրեք, կամ արեք գալի։ Այդ ձեր կլոններով, այդ հայաչիչածներով, բանակ չծառայածներով եւ այլն։ Ում նայում եք, բանակ չի ծառայել։ Հերիք ինքը չի ծառայել, մի հատ էլ երեխեքը չեն ծառայել։ Ասում է հիվանդ են երեխեքը։ Հենց բանակին ասում հիվանդ են, բայց կնիկ շինելուց սաղ առողջ են, կամ բռնաբարելուց, մարտարև անգելուց, իրանց երեխեքը առողջ են։ Բայց հիվանդ ցեղով, բանակ ծառայածներով ուր եք գալը։ Ուր։ Հենա ունենք։ Մի հատ ունենք։ Թողեք ես ու այդ մարդը, ում անունն է Նիկոլ Փաշինյան, ժողովուրդի ընտրությունը կատարի Վարդան Ղուկասյանի, թե Նիկոլ Փաշինյանի բան միջև։ Հենց Նիկոլ Փաշինյան կվերարտադրվի։ Вообще պարլամենտ կմտնի բոզից տղեն։ Հա? Սա մեր կարապետյան խոսա, այդ թմբլիկ աղբորը տղեն թողնի, դու չես կարա պատասխանես, այդ թմբլիկ աղբորը տղեն թողնի հարցենի պատասխանի, չէ Արցախ։ Այդ ֆիգուրիստի չափ աղբոր տղեն չկա, բա հել եք խոսած եք, բան եք արեմ ընտրվել, համակումար եք ուզում, մեր ձևով, անգամ նախապրակտիկ, այդ մեծ ձևը որն է, Հայաստանը մասում չբավարանացնել չպիտի լինեն, վատապրողներ չպիտի լինեն, ում հաշվին, ոնց, թուրքերի, ես կարճ շաբաթօրյա, կիրակնօրյա անկեղծ խոսակցություն իմ ժողովրդի հետ, հարգակներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, մնաք բարով։